Պարոն Հարությունյան, հարցից հարց առաջացավ ձեր տեսակետից, ես այսպես հասկացա, որ դուք ասում եք, որպեսզի հակադրություն չառաջանա, մնանք ԵՄ-ի համագործակցության այս տրամաբանության մեջ, որ այս պահին կա, ՍԵՊԱ-ի կիրարկում, տնտեսության առումով շարունակենք ԵԱՏՄ համագործակցությունը։ Միաժամանակ դուք ասում եք, որ կախվածությունը մեկ կենտրոնից, բնականաբար լավ չէ, ինչ կենտրոնել դա որ չլինի։ Հիմա հարցս այսպես ձևակերպեմ, մեր առևտուրը ԵԱՏՄ-ի հետ ավելացել է նաև այն հիմքով, որ մենք նույն մաքսային միության անդամ ենք։ Այո, Եվրոմիությունը մեզ հետ տարբեր գործիքներ է կիրառում, վերջերս հայտարարվեց նաև ATM-ի մասին, եւ սա խթան է։ Դուք գիտեք, որ կառավարությունը նաև այլ գործիքներ է կիրառել, որպեսզի խթանի դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ԵՄ, ուրեմն արտահանումը։ Հիմա հարցս հետեւյալն է. եկեք միասին մտորենք, թե ինչպես ձեր ասած բանաձևում հակադրություններ չստեղծելու տրամաբանությամբ դուք որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու ինչպես եք այդ առանց հակադրություններ ստեղծելու ԵՄ այդ հարաբերությունները զարգացնելու, որտեղ ուզում եմ հիշեցնել, որ խորհրդանում կա արտաքին բլոկի հետ կապված 3 հանձնաժողով, արտաքին հարցերի հանձնաժողով, ԵԱՏՄ հանձնաժողով եւ տարածաշրջանային համագործակցություն եւ ԵՄ հանձնաժողով։ Հիմա դուք չեք հավակնել նախագահել այս երկու նախկին նշածած հանձնաժողովները հենց ԵՄ-ն եք ուզել։ Դա նշանակում է, որ դուք խորհրդանում լինել եք դրոշակակիրը դիվերսիֆիկացման դեպի ԵՄ։ Հիմա դրա գործիքներից մեկը DCFTA-ի կնքելն է։ Ձեր դիրքորոշումը այս փաստաթղթի մասով։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Տիկին Ղազարյան, տեսեք, ես կողմ եմ հետևյալ տրամաբանությամբ աշխատելուն եւ առաջ գնալուն։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրակարգում ըստ երկրի բարձրագույն ղեկավարության գլխին գտնվող անձ վարչապետի պաշտոնապես հայտարարվել է, որ չկա քաղաքական օրակարգ Եվրոմիություն թե ԵԱՏՄ։ Այ որ պահին կլինի այդ օրակարգը, այդ ժամանակ կհասկանանք հիմնավորումները։ Ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է այս պահի դրությամբ եվրոպական պետությունների հետ առևտրաշրջանառությունից։ Եվ այո, եթե այդ պահին քննարկումները, վերլուծությունները, փորձագիտական կարծիքները կլինեն այնպիսին, որ հնարավոր է անցում կատարել այլ արտաքին քաղաքական կուրսի ապահովելով նախորդ ճակերտավոր ասած քաղաքական կուրսում գտնվող շահառուների իրավունքների ամբողջական պաշտպանությունը, կարծում եմ այդ ժամանակ մեր դաշինքը, մեր կուսակցությունը եւ մեր խմբակցությունը հստակ պաշտոնական դիրքորոշում կհայտնի։ Ընդ որում Տիկին Ղազարյան, եթե դուք կամ ձեր խմբակցությունից ինչ-որ մեկը կարող է այս պահին մոտենալ այս ամբիոնին եւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում այսօր այդ հարցը մտել է, մենք առավել շուտ կփորձենք ձեզ պաշտոնապես արձագանքել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Հարությունյան, ամենայն հարգանքով, բայց դուք ԿՊ անդամ չեք եւ դուք հիմա եկել եք ամբիոնից ներկայացնում եք մեր դիրքորոշումը, ես մեր դիրքորոշումը գիտեմ, բայց ես ասում եմ, երբ որ հանձնաժողովների բաշխման պահներ, դուք հայտ եք ներկայացնել ղեկավարել այս հանձնաժողովը։ Գիտեք, եթե դուք գալիս եք պաշտպանելու խորհրդարանական մակարդակով եվրոինտեգրման մեր տեսլականը, թույլ տվեք դա մենք անենք եւ մենք դա անելու ենք հանձնաժողով։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. ես համաձայն եմ, որ դիվերսիֆիկացումը կարևոր է։ Այստեղ մենք նույն ձև ենք մտածում։ Ես հարցում եմ ձեր դիրքորոշումը, ասում եմ, լավ, այս դիվերսիֆիկացման խթանը դուք ո՞նց եք տեսնում։ Ես ասում եմ, եթե ուզում եք իմ անձնական դիրքորոշումը, ես եվրոպական ինտեգրման գործընթացների տիրապետում եմ, հա, մասնագիտացված մակարդակով։ Ես ասում եմ, ես առաջարկելու եմ վարչապետին ստորագրել կամ սկսել բանակցել DCFTA-ը։ Սա է գործիքը իրական դիվերսիֆիկացման։ Հիմա հարցնում եմ, դուք հավակնել եք եւ ուզում եք տեխնացու լինել։ Ո՞նց եք սպասարկելու մեր արտահանումը դիվերսիֆիկացնելու ձեր օրակարգը։ Տիկին Ղազարյան, տեսեք, ես նորից ի սկզբանե իմ հայտնած միտքը ստիպված եմ կրկնել, Եվրոպական միության անդամ դառնալու եվրոինտեգրման process-ը եւ այն հանձնաժողովը ինչպիսի դերակատարում, որ ըստ օրենսդրական կարգավորումների ունի այսօր տարբեր են։
Նորից եմ ասում, շատ լավ է, ես չէի էլ կասկածում, որ դուք ձեր քաղաքական կուրսը եւ ձեր կուրսակցության պաշտոնական հայտարարությունները լավ գիտեք։ Իմ ասածն այլ բան է, երբ որ այսօր դուք որպես իշխանություն կբերեք քաղաքական օրակարգ կմցնեք հարց, որ այս պահին ունենք հստակ հնարավորություն Եվրոմիություն թե ԵԱՏՄ, այդ ժամանակ մենք որպես ընդդիմություն հստակ մեր դիրքորոշումը կհայտնենք։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։